ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա մասնակցելու ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշտարակային նստաշրջանի աշխատանքներին։ Նոյեմբերի 16-ից 20-ը Ստամբուլում ԵՀԿ աշխատանքներին կմասնակցեն խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, նաև ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի Հակոբյանը։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 25 միլիոն դրամ որպես պետությանը պատճառված վնաս։ Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ ըստ գործի հանգամանքների վնասը պատճառվել է Հասմիկ Պողոսյանի եւ Գուգարք ընկերության միջև Կոբայրաբանկ վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար հուշարձանների վերանորոգում ծրագրով 2007 եւ 2008 թվականներին կնքված պայմանագրի ոչ պատշաճ կատարման հետևանքով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին։ Փաշինյանը աշխատանքային այցով Բրյուսել էր մեկնել 3 մասնակցելու համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Ըստ Gov.am-ում հրապարակված տեղեկությունների նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան էլ կվերադառնա վաղը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Նա կհանդիպի Տաջիկստանի առաջնորդ Էմամոլի Ռահոմի հետ, հանդիպումներ են ծրագրված նաև ԱՊՀ երկրների այլ առաջնորդների հետ։ Օտակի Մարզիաբովյան քաղաքում ծածկորթուք է եղել, որի հետևանքով 20 տարեկան երիտասարդ է դանակահարվել։ Երիտասարդը տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն։ Բժիշկները ոստիկանությանը հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած ծակած վեր կաղթորոշմամբ եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին ժամը 23-ից 10-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ-ի եւ մի խումբ այլ երիտասարդների միջև։ Կռվի մասնակից անձանցից մեկն իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ-ին, որին հիվանդանոց է տեղափոխել հայրը։ Լրատվամիջոցների տեղեկություններով նա Աբովյան քաղաքում հայտնի Բոշի Հայկի տղան է։ Հայկը նախկինում աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում։